Լավ, տատ, բա ինչի են գնում ձեր կարծիքով, ապագա չեն տեսնում գյուղում, թշնամու ահից են գնում, որ շրջափակված եք, ինչի՞ց։ Գյուղում ապագա չեն տեսնում։ Գյուղի ամեն ինչի դժվար է։ Էս ինչ փայտ է մերում։ Փայտս կնկարի գցիկ տելևիզորը։ Շատ լավ։ Գյուղում ապրում 4 կողմուսա անտառա։ Իրավունք չկա մի անտառից դիմի փայտ մանավանդացը։ Հա, Կենտանին իրավունք չկան կտրես տղաս գնացել է չոլերից հավաքել լցրել մամա յոլա գնա միջոտակ է կընկնեն Բա հիմա ո՞րն է ձեր ամենամեծ հոգսը, ինչ հարց կուզենայիք, որ լուծվեր, ասենք վարչապետին տեսնեիք, ինչ կասեիք իրեն։ Ես վարչապետին որ տեսնեմ գյուղի փայ վերատրած բաժինի պրծածա գյուղացու բաժինի պրծածա ինչքան էլ որ մնան այս մնացողները մի 55-60 տարեկան մարդիկ են ինձ նման մի հատ էլ կինկա են կողմին մնաց բոլորը կարելի ասած միջահասակից բարձր են էլի 40-50-60 տարեկան միջև 70 մի մարդ միկին կամ մարդ կամ մեկին գյուղի ջահալների գնացել են գյուղում մարդ չկա որ դպրոց չկա մանկապարտեզ չկա հարցը ստեղ դասատուլ է Հա ստիպված գնաց 22 տարվա մանկավարժական ստաժ ունի ինքն էլ իմը չի որ գովում եմ Են աստվածը են ես, ենքան լավ ընդունակ էր որ, կեզ կտեսներ մի ոտանավոր կգրեր, այսօր որ միջոցարում կա, մի միջոցարում կձիվակեպ է, թատրոնից բանից էլի, բեմի վրա, ժողովրդի համար։ Բա մնացել է, շիկահողում է նա հիմա, թե գնացել է։ Գնացել է, բա 3 երեխոնի, 3 բարձրագույն, են մի տղա թուրոն եմ, ծրագրավորող ընդունվել է գնացել բանակ ամառը գալու գնա շարունակի են երկուսն էլ ավարտել են հեն աշխատում բա դպրոց կրճատվել է երեխա քչելցել են աշխատավարձը քչացել է 30 ռուբլու համար ինքը ստեղ կկանգնի հիմա գիտես ընդեղ ինչ է աշխատում Այմում հավաքարարա